Ցույցերն ու հանրահավաքները մեր առօրյայի անբաժան մասն են դարձել։ Նշանակում է, մարդիկ իրենց ձայնը իշխանություններին հասանելի դարձնելու այլ հնարավորություն չեն գտնում։ Չկան պետական ինստիտուտներ, որոնք կապահովեն որոշումների ընդունման գործում քաղաքացիների իրական մասնակցությունը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ցույցերը լինում են փոքր, լինում են մեծ, տևում են մի քանի ժամ կամ մի քանի օր, լինում են առանց միջադեպերի, լինում են հրմշտոցներով, առանց ոստիկանության միջամտության, ոստիկանության կոպիտ միջամտությամբ եւ ձերբակալված կալանավորվածներով ու հետագայում իրավապաշտպանների խիստ արձագանքներով։ Այս մեկը հաճախ է նկատվում վերջին շրջանում։ Իրականում հանրահավաքների հետ կապված անձանց ձերբակալություն եւ կալանք լինում է նաեւ միջև հանրահավաքը։ Եթե օրինակ իրավապահներն անձին կասկածում են ցույցի մասնակիցներին ֆինանսապես շահագրգռելու մեջ։ Կարևոր է, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքացիները իրենց քաղաքական պահանջների համար են պայմանական ասած փողոց փակում օրերով եւ շաբաթներով, դրանով իսկ մյուսներից անհարմարություն պատճառում, եւ ոչ թե, չգիտեմ, օրը 10,000 դրամի դիմաց կամ ինչ որ գումարի դիմաց։ Դանիել Իոաննիսյանը համահեղինակն է քրեական օրենսգրքի այն հոդվածի, որը նախատեսում է պատիժ, եթե անձը հավաքներին մասնակցության համար մարդկանց նյութապես շահագրգռել է։ Պարզ ասած փող է տվել, որ ցույցի գան։ Այս հոդվածով արդեն 2 տասնյակից ավելի մարդ քրեական հետապնդման է ենթարկվել։ Նրանք նաև կալանքի տակ են եղել։ Քրեական այս հոդվածը նախորդ տարիներին հակասական գնահատականների է արժանացել։ Ի վերջո, մի քանի падգամավորների դիմումով հարցը հասել է սահմանադրական դատարան, որն էլ իր հերթին դիմել է Վենետիկի հանձնաժողովին։ Հակասում է արդյոք այս օրենքը մարդու իրավունքներին, թե ոչ։ Վերջերս հանձնաժողովը հրապարակել է կարծիքը։ Եղել են այս դեպքեր, որ ուղղակի սնունդ առաջարկելու համար, օրապայիկ առաջարկելու համար մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցել։ Հիմա այստեղ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հենց այդ դեպքին առանձին անդրադարձել էր, ասում է ցուցարանների տրանսպորտի, լոգիստիկ հարցեր հոգալը, օրապայիկ տալը, անգամ բանախոսների հոնորար վճարելը դա սովորական հավաքների ընդունված պրակտիկայի ամբողջ աշխարհում։ Տարիներ առաջ եվրոպացիները քրեական օրենսգրքի այս նոր հոդվածի մասին դրական եզրակացություն են տվել։ Իրավապաշտպանները սակայն պնդում են, թե թարգմանության խնդիր է եղել։ Շահագրգռել բառը օտարալեզու տեքստում ընկալվել է որպես հարկադրել, բայց հիմա կարծես ավելի մանրակրկիտ են խորամուխ եղել տերմինների եւ հասկացությունների մեջ։ Եթե կուսակցությունը իր կողմնակիցներին տրանսպորտով բերում է, դա քրեական չի։ Եթե կուսակցությունը իր կողմնակիցներին այդ ընթացքում ընդհանրենք ինչ-որ բրդուճներ է տալիս, դա էլ քրեական չի, բայց եթե կուսակցությունը մարդուն փող է տալիս, մարդուն վճարում է նրա համար, որ մարդ այս հանրահավաքին մասնակցի, սա ուրիշ իրավիճակ է եւ սա արդեն անթույլատրելի է։ Սա էլ այն դեպքում, եթե բոլոր ծախսերը կատարվում են թափանցիկ, կուսակցական հիմնադրամի միջոցով, այսինքն հստակ երևում է, թե ինչ միջոցներով է քաղաքական ուժը գնել սնունդը, իրականացրել լոգիստիկ ծախսերը եւ այլն, նշում է Իոաննիսյանը։ Մյուս կողմից ցույցն ինքնին քաղաքական process-ների վրա ազդեցության լուրջ լծակ չէ։ Այն մարդկանց ինչ որ ազդակներ հաղորդելու միջոց է, այսինքն դա ընտրական գործընթաց չէ, որ մարդկանց ներկայությունը որոշիչ նշանակություն ունենա։ Հանրահավաքների առատությունը տվյալ կուսակցության համար քաղաքական ֆորա է ստեղծում, որտեղ մարդիկ հաճախ ուզում են ընտրեն այն ուժերին, որոնց որ իրանք համարում են ավելի հավանականավոր կհաղթեն, այսինքն վճարովի ցուցարարների միջոցով ստեղծում աջակցության իմիտացիա, այդ իմիտացիան կարող է տրանսֆորմացվել քվեների։ Եվրոպացի փորձագետները սակայն այս մասով այլ մոտեցում ունեն։ Ռաֆայել Իշխանյանն ուսումնասիրել է Վենետիկի հանձնաժողովի կազմած աշխատանքն այս խնդրի վերաբերյալ, որտեղ կառույցը հստակ նշում է, թե ինչ մոտեցում ունի հանրահավաքներին փողով մասնակցության հարցին։ Մենք շատ ենք մտածում, ի վերջո, երբ որ մարդը մասնակցում է հավաքին, ցույցին, գումարի պատճառով, որն է խնդիրը։ Խնդիրը արժանավատությունն է հավաքի։ Է շատ լավ հավաքի կազմակերպիչ հետո պետք է փողով մարդ բերի, արժանավատ չլինի հավաքը, իր շարժում չստացվի, իր խնդիրն է դա։ Ինչի պետք է պետությունը դա կարգավորի։ Երբ դա վերաբերի նախընտրական շրջանին, եթե դու ծախսել ես բաներների մնացածի վրա, մի հատ էլ ծպտված բերում ես, գումար ես ծախսում, որ շատ մարդ կա քո ցույցին, այսա կարող խնդիր լինի։ Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես են վերաբերվում այս խնդրին, օրինակ Միացյալ Նահանգներում, կա արդյոք այնտեղ փողով մարդկանց ցույցերին ներգրավելու երևույթ։ Հետապնդվում են օրենքով նման արարքի համար մեղադրվողները։ Այս կայքը պատկանում է մի ծառայության Միացյալ Նահանգներում, որի ներկայացուցիչները Հայաստանում միանշանակ կենթարկվեին քրեական պատասխանատվություն։ Գիտեք ինչու։ Որովհետև նրանք փողով տրամադրում են ցուցարարների։ Այո, ուրեմն կայքում նշում ես քո անուն, ազգանունը, նկարագրում ես, թե ինչի համար ես պատրաստվում ցույց կամ հանրահավաք կազմակերպել, մանրամասներ տարբեր, ինչ բյուջե ունես $20,000-ից մինչև $1 միլիոն եւ ավելի։ Եվ վերջ,
Մարդիկ կազմակերպում են քո հանրահավաքը։ Այդպես էլ կոչվում է ծառայությունը։ Պատվերով բազմություն։ Խումբեր կան, քաղաքական, որ այդքան չեն սերված եւ իրենք ուզում են ձևացնել, որ շատ թիգունք ունեն, շատ մարդիկ իրենց օգնում են, շատ մարդիկ իրենց հավատում են իրենց գաղափարախոսությանը։ Այդ պատճառով նրանք փող են տալիս, որ մարդիկ կան իրենց ժողովներ բացեբաց, այսինքն հրապարակներ։ Հարություն Քասախյանը Միացյալ Նահանգներում երկար տարիների աշխատանքային փորձով փաստաբան է։ Ժամանակին դատախազ է աշխատել։ Պատմում է, որ ամերիկյան քաղաքական մշակույթն ու պրոցեսներն առանց վճարված մասնակիցների ներգրավվածության գրեթե հնարավոր չէ պատկերացնել։ Եթե ցույց կա այս կուսակցության համար, կարող են վերել ձերի ճաշ, կարող են վերել ձերի հաց, ձերի երաժշտություն, այնց լավ քեֆ անեն, որ մարդասի ես հանրապետական եմ, բայց տեսնում եմ ես դեմոկրատն է, ինչպես քեֆ են անում, դրանց եմ ես միանում։ Վերադառնանք Հայաստան։ Մեզ մոտ էլ Միացյալ Նահանգներում էլ արգելվում է հարկադրանքով մարդկանց հանրահավաքի բերել։ Սրա վերաբերյալ կարծես բոլորի կարծիքները համընկնում են։ Մի ներբություն կա այստեղ։ Ցույցին մասնակցելու հարկադրանքի միջոցները հասանելի են նրանց, ովքեր դրա համար լծակներ ունեն։ Երբ որ տարբեր մանկապարտեզների, գրադարանների, դպրոցների, պոակների, հոակների աշխատողներին տեսնում ես բոլորը կենտրոնացած մի ցույցի մեջ։ Տրամաբանական առաջանում է, չէ՞, մարդիկ եկել իրենց կամքով թե չէ։ Հիմա էլի պետք է հասկանանք։ Իրանց ստիպել են, իրանց պահանջել են, եղել է այնպիսի միջավայր, որ իրանք գիտեն, երբ որ չգային, իրանց ստուգելու էին, տեսնեն ով չի եկել ու իրանք տուժելու էին։ Առաջիկա ընտրությունները եկող տարի են սպասվում, իսկ դա նշանակում է, որ երկրում անգամներով ավելանալու է ցույցերի եւ հանրահավաքների թիվը։ Մյուս կողմից ցույցերին մասնակցության համար ֆինանսապես շահագրգռելուն վերաբերող քրեական հոդվածը քննչական մարմնի կամայական մեկնաբանությունների հնարավորություն է տալիս։ Հետևաբար, կա հավանականություն, որ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող մարդիկ կշարունակեն հայտնվել քննչական մարմինների թիրախում, անկախ նրանից, կան հանցավոր մտադրություններ նրանց գործողություններում, թե ոչ։ Արմեն Նաթալյան, Վահրամ Ավոյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։